Բաթումի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, Միակ Աջարիայում 1887 թվականին կառուցված Սուրբ Ամենափրկիչը, ինչպես հազարավոր հայկական եկեղեցիներ, դժվար ճակատագիր է ունեցել։ Խորհրդային շրջանում փակվել եւ վերածվել է պահեստի, 1959 թվականին դարձել է աստղադիտարան։ Եկեղեցու նորօրյա կենսագրության սկիզբը 1992 թվականն է։ Դժվարին ժամանակներում Մայր Աթոռի, Նորանկախ Հայաստանի Հանրապետության եւ Բաթումահայերի միասնական ու համառ ջանքերի շնորհիվ եկեղեցին վերադարձվում է հայ համայնքին։ Սկսում է գործել 1995 թվականից, սակայն եւս 5 տարի տևում են վերանորոգման աշխատանքները։ 2000 թվականից Սուրբ Ամենափրկիչը լիարժեք գործում է եւ Բաթումի շուրջ 8000 հայերի հոգեվոր կենտրոնն է։ Բաթումա հայությունը, ինչքան էլ որ կտրված լինի հայրենիքից, եկեղեցին չի թողնի, որպեսզի այս համայնքը վերանա, այս համայնքը դադարի գործունեություն։ Տեր Արարատը տարածաշրջանի միակ քահանան է, սակայն նշում է, որ համայնքային կյանքը բավական զարգացած է։ Կան համայնքային կառույցներ, կիրակնօրյա դպրոց, եկեղեցին երիտասարդաց միություն ու 2 երգչախումբ ունի։ Բացի այս, բավական ակտիվ են կապերը հայրենիքի հետ։ Բացի ամառային ամիսներին հայաստանցի մեծաթիվ զբոսաշրջիկների այցերը, հաճախակի են նաև ժողովրդական երգ ու պարի խմբերի համերգները եկեղեցու բակում։ Օգոստոսին Թուրքիա կատարած համերգային շրջագայությունից հետո այստեղ հանդես եկավ Վանաձորի երգ ու պարի Տաթև համույթը։ Բաթումի հայությունը միշտ կարոտ է հայկական երաժշտության, հայկական երգի, հայկական պարի եւ կրկնակի ուրախ ենք, որ Բաթումիում այսօր Բաթումի հետ քույր եղբայրացած քաղաք Վանաձորի մանկական համույթը Տաթևը համերգ է տալիս։ Շատ եմ հուզված, շատ sense ոգևորված, որ մենք մեր հայկական երաժշտությունը այստեղ հնչում է մեր եկեղեցի բակում։ Համերգի ընթացքում հնչեցին ինչպես սիրված հայկական երգեր, այնպես էլ վրացերեն մեկ կատարում։ Երեխաներից շատերը առաջին անգամ էին հանդես գալիս Հայաստանից դուրս։ Մեծ էր հուզմունքն ու ուրախությունը։ Շատ լավ ընդունել են մեր համարները, շատ լավ գովեստի խոսքեր ենք լսել։ Ծափահարությունները սպասում էի, չգիտես ինչի, որովհետև մենք գտնվում ենք հենց հայ համայնքում։ Համերգի ավարտին հյուրերն ու Բաթումահայերը նվերներ փոխանակեցին, հնչեցին փոխադարձ այցելությունների խոստումներ։